Մենք ունենք մեր կյանքում մի հատ հիմա։ Մենք միշտ հիմայում ենք, միշտ։ Եթե վաղը ժամը 2-ին նայեք ժամացույցին ու ֆիքսեք ровно ժամը 2-ը, հիմա մտածեք այդ մասին։ Հիմա մտածեք վաղը ժամը 2-ի մասին։ Այդ հիմա ձեր մտքերում ստեղծվում է ապագա։ Բայց վաղը ժամը 2-ին, երբ որ դուք նայեք այդ ժամին, դա լինելու է հիմա։ Հասկացաք ինչ եմ ասում, երեխեք։ Դա լինելու է հիմա, ամեն ինչ տեղի ունենում հիմա։ Այդ մեր մտքերն ու մեր էգոնը մեզ տանում մի քանի տարի ենկով, ամեն ինչ տեղի ունենում հիմա։ Ու եթե ես հիմա իմ մեջ երջանիկ եմ, ուրախ եմ, որ ես ունեմ այս հնարավորությունները, որ ես հնարավորություն ունեմ առավոտները արթնանալու, որ ես հնարավորություն ունեմ այս օդը շնչելու, որ ես հնարավորություն ունեմ տեսնելու, Վահանին լսելու, այս գիտելիքները վերցնելու, իմ կյանքը ավելի լավը դարձնելու, երեխեք, վաղը, մյուս օրը արդեն հողից ոնց որ ծիլ որպես պոչվա, հա, պոչվայից որպես ձեր համար պատուխ տեսնելու եք ձեր այն իրադարձությունները, որի համար որ հիմա շնորհակալ եք, որի համար որ հիմա ուրախ եք։ Սա մեր ակետն է, հիման, այստեղ ու հիմա, երեխեք, հիմա, աշխարհում ամեն ինչ տեղի ունենում հիմա, չկա երեք, չկա վաղը, չկա մի ժամ հետո, չկա մի ժամ առաջ, դրանք բոլորը արդեն պատկերացումների մեջ են։ Ամեն ինչ տեղի ունենում հիմա։ Եթե հիմա մարդը իր ենթադրյալ մտքերով գնում է ապագա, իշովի բանը պատկերացնում, բա որ հանգարց չստացվի, ինքը արդեն ստեղծում է այդ հանգամանքը, որը որ չի ստացվելու, որը որ նշանակում է չի ստացվի։ Հիմայում երեխեք ջան, մենք միշտ ապրում ենք ապագայի համար, դա միշտ տենց է։ Մենք մեքենա ենք ուզում, որպեսզի օրինակ լավ տեղեր գնանք։ Դոյս այդ ամեն ինչը մենք դնում ենք ապագայի վրա, որ մեքենան լինի, ես կարամ ցես լավ տեղ գնամ։ Ու տենց շարունակ, որ տունը լինի, ես կարամ այդ տան մեջ ցես լավ ապրեմ։ Այդ ամեն ինչը իրանից ներկայացնում այն շո մի հատ բեկետ։ Ու մարդուն թվում է, որ ինքը այդ բեկետում իր ուզածը ունենալու դեպքում միայն կարա երջանիկ լինի։ Իսկ դա արդեն նշանակում է, որ այդ մարդը երջանիկ չի ու ուրախ չի։ Սա հողն է, երեխեք ջան, նյութական։ Սա տիեզերականն է։ Էներգետիկ, կարելի է նաև այդպես ասել։ Ուրեմն մենք գիտենք, չէ՞, որ հոսանքը ոնց է աշխատում։ Սինուսոիդը գիտեք ինչ է, երեխեք, սինուսոիդ պետք է որ ֆիզիկայից անցած ենք։ Փոփոխական հոսանքներ, չէ՞, ցանկացած հոսանք փոփոխական կլինի, հաստատուն կլինի, ինքը ունի սինուսոիդ, որ այսպես հելնում իշտում է, այսպես, ինքը սենց է աշխատում։ Այդ սինուսոիդները կարան դիպրիմիացիա անեն, այդ սինուսոիդները կարան մեկը ներքևինը մեծացնեն, վերևինը փոքրացնեն, մեկի անունը դնեն պլյուս, մեկի անունը դնեն մինուս, ինչ ուզեն կարան անեն։ Մեր կյանքում ամեն ինչը տեղի ունենում այդ սինուսոիդալ պայմանականության մեջ։ Էներգիան, որը որ իջնում է մեր մեջ, ուրեմն մենք նաև պետք է հասկանանք, որ ակետից բեկետ մենք ունենք մի հատ լինիա։ Այս այդ լինիան է, որ մենք ենթադրաբար, ցենց շոմյա պատկերացում ենք ստեղծում, ենթադրում ենք, որ մենք միայն բեկետում պետք է ունենանք այսիշ մի հատ բանը։ Այդ մեր ենթադրությունն է։ Ու հիմա երեխեք ջան, որպես այդ ենթադրությունը իրականություն դառնա, դա կապ չունի, լավն է թե վատն է, մեկը ինքը դառնալու է։ Դուք ձեր ամբողջ կյանքում այն ինչ որ ստացել եք, դրանք բոլորը ձեր մանիֆեստներն են։ Ուզեցել եք, չեք ուզեցել, իմացել եք, չեք իմացել, դա բոլորը մանիֆեստ է, երեխեք ջան։ Սինուսոիդան, երբ որ սկսվում է ուրեմն, ամենաառաջինը, ի՞նչ է պետք սինուսոիդայի համար, որպեսզի ինքը աշխատի։ Նախ վայր, որտեղ որ ինքը պետք է անկում ապրի։ Վայր, որտեղ որ ինքը պետք է անկում ապրի։ Երեխեք, ուրեմն այդ անկում ապրման կետը կոչվում է հողանցում, զազիմլիցա, այսինքն նպատակ, որը որ պետք է հողանցվի։ Սերմ, որը որ պետք է դրվի հողի մեջ։ Սերմը, որը որ դրվում է հողի մեջ, եւ ամեն ժամը մեկ հանգում է ու որ նայենք տնանք էդի ծիլ տվել է թե չէ, այդ սերմը մահանում է։ Իսկ այն սերմը, որը որ դրվում է հողի մեջ ու անընդհատ ջրվում է, այդ սերմը ծլում է ու աճում է։ Սերմը, երեխեք ջան, ձեր ենթադրություններն են, ձեր պատկերացումներն ու ձեր հավատը։ Ջրելը, այդ հավատը, այդ ենթադրությունը ու պատկերացումը անընդհատ ձեր մեջ պտտացնելն է։ Կասկածը կլինի արդյոք թե ոչ, այդ սերմը հողից հանելն է ու նայելն է, եղավ թե չէ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Սերմը դա հավատն է, դա ձեր ենթադրությունն է, որը որ չերես ձեզ դուք մտածում եք, ձեր էմոցիաների հաշվին, չենք մոռանում նաև, որ մենք էմոցիաներ ունենք մարմնին։ Ձեր էմոցիաների հաշվին, որովհետև ձեր էմոցիաների մեջ է ինքը, ձեր մարմնի միջոցով, առաջացած այդ էմոցիաների միջոցով իջնում է ձեր ոտքերից դեպի հող։ Սա հենց այդ process-ն է։ Հողի մեջ արդեն ծիլը տալուց հետո սկսում է աստիճանաբար բարձրանալ։ Երեխեք, սա կոչվում է ժամանակային տիրույթ։ Հայելին ձեր արած գործողությունը ակնթարթորեն է ցույց տալի։ Ակնթարթորեն։
Բայց տիեզերքը երկիր մոլորակը որպես հայելի, իր համար պետք է ժամանակ։ Իր համար պետք է իրադարձությունները ստեղծվեն։ Այսինքն ենթադրաբար, sense ենթադրենք, էլի մի հատ բան ասեմ, օրինակ, դուք ուզում եք իշոր մի հատ մեկին հանդիպեք, մեկին, իշոր մեկին ուզում եք հանդիպեք։ Իշոր մեկին եք ուզում հանդիպեք, բայց այդ իշոր մեկը Ամերիկայում է։ Երեխեք այդ իշոր մեկին հենց հիմա հանդիպելու համար կամ դուք պետք է հայտնվեք Ամերիկայում, կամ այդ ամերիկացի պետք է հայտնվի Հայաստանում։ Հասկացաք, չէ՞։ Երկիր մոլորակի վրա գործում է տարածաչափության եւ ժամանակի օրենք։ Էդի ուզենք թե չուզենք, այտենց է։ Այդ մենակ մահից հետո աստral տարածաչափության մեջ է, որ այդ օրենքը ժամանակը գոյություն չունի։ Այնտեղ ինչ մտածեցիր, ինչի մասին մտածեցիր, այդ նույն ակնթարթում հայտնվում ես այդ պարագայի մեջ, այդ իրավիճակի մեջ, այդ հետևանքի մեջ։ Իսկ ստեղ այտենց չի, որովհետեւ այդ էներգիան ստեղ այնքան է խտացե, դառը մատերիա նյութական, որ եթե մատերիա չլիներ, եթե այդ ատոմը նյութականացված չլիներ, մենք չենք կարող օրինակ քար ստանայինք, այդ կամ այդ քարից շենք ստանայինք։ Դա կոչվում է մատերիայի խտություն։ Ու այդ մատերիայի խտությունը, որպեսզի ձևավորվի, դրա համար պետք է ժամանակ։ Օրինակ, մի ատոմ, երկու ատոմ, մոլեկուլ, երկրորդ մոլեկուլ, ու սենց մինչև որ դա կդառնա ինչ-որ մի բան։ Օրինակ, դա կդառնա մարդ, դա կդառնա շուն, կատու։ Իրականում երեխեք ջան, այդ շուն, կատու, մարդ, դրանք բոլորը էներգիաներ են տարբեր խտությունների։ Մոլեկուլներ, ատոմներ, որոնք որ ունեն տարբեր խտություններ, տարբեր բաղադրություններ, նաև իրանց այդ բաղադրություն որպես կրող SNN, ինչը կոչվում է օրինակ մարդ, ինչը կոչվում է քար, ինչը կոչվում է ջուր, հա։ Հիմա տեսեք հարազատներս, որպեսզի ձեր ցանկությունները, ձեր նպատակները, որպես սերն դրվեն հողի մեջ, մատերիայի մեջ, ձեր մենթալ մակարդակից իշխի ֆիզիկական ու ֆիզիկականում արդեն ծիլը հողից դուրս գա, դրա համար պետք է ժամանակ, հարազատներս։ Ժամանակը հասունանալուն պես այդ ծիլը ջրելուց հետո, հավատը դրսևորելուց հետո ստեղծում են արդեն հանգամանքներ։ Օրինակ, իմ մոտ ոնց է եղել, որ ես ուզեցել եմ շնորհատ մեկին տենամ, այդ ինչ-որ մեկին տենալու համար իմ ինտուիցիան ինձ ասել է անձրև է գալիս, բայց ասում է դուրս արի։ Տնից ու խոսքի օրինակ հելի եկեղեցու այգին պտտվի հետ արի։ Հասկանում եք, չէ՞, որ ես այդ պահին տունը նստած մտածում եմ, բայց այս ինչ միտք է գալի, էլի ես քիչ պետք է հելնեմ դուս, այս անձրևին կամ ոնց հելնեմ դուս։ Բայց փաստորեն այդ պահին հասկանում եմ, որ դա ինչ-որ մի բան ինձ հուշում է, ինչ-որ մի բան ինձ հուշում է, որ ես պետք է տնից դուրս գամ։ Ու մոտավորապես դա տևում է մի 15-20 րոպե, որ ես այդ մոտորումներով, այդ կռիվներով մեջից կռիվ եմ անում, բայց քիչ պետք է դուրս գամ, բայց դուրս անձրև, հա, ես չեմ ուզում թռչվեն, այս կոմենկում ու ոնց որ sense որոշում եմ, կայացնում որ դուրս գամ։ Ու այն մարդուն, որ ես ուզում էի հանդիպեմ ու քանի ամիս չէի կարող հանդիպեմ։ Հենց այդ պահին, որ ես պատեստից դուրս եմ գալ, ինքը իր մեքենայով մեր հայացքից անցնելուց ալում։ Ու բարձրում է, որ իր բարեկամի աղջիկը մեր կողքի շենքում անում։ Ու իրանք ինչ-որ տեղ են գնացել, ոչ ոմ, անենց հաստատել, որ ինքը տուն է բերել։ Հասկանում եք, չէ՞, ժողովուրդ ինչ հետաքրքիր աշխատում էս մոլորակը։ Այդ խտության մեջ, որտեղ կա թթվածին, որտեղ կա պրանա, որտեղ կա կյանքի էներգիա եւ այլն, պետք է վերադասավորվեն հանգամանքները, որպեսզի այն ինչ որ մեր ներսում կա, որ բանը դրսում ծնվեն, հա, սենց ասեմ։ Հանգամանքը, որպեսզի դրսում ծնվի, պատճառը պետք է ներսից արտահայտիչ լինի։ Իսկ եթե պատճառը ներսից արտահայտիչ է, այս էներգիաները սենց իրանք իրար հետ, երկուսը միասին, եւ ներքև, եւ վերև մեզանով, եւ անցնում են, եւ բարձանում են, եւ իջնում են, ու ստեղծում են այն ռեզոնանսը, որը որ մեկ էլս բանը ստեղծում է մեր ենթադրաբար օրինակ բեկետի ցանկությունը։ Բայց որպեսզի բեկետում այդ ցանկությունը երեխեք ջան իրականանա, նախ ամենաառաջինը մենթալ մակարդակում մտային տիրույթում։ Ինքը արդեն պիտի իրականացված որպես նաև շնորհակալական էներգիա, այսինքն շնորհակալական էներգիան ճակերտավոր է հնչում։ Որ տեսեք, երբ որ մարդը ինչ-որ մի բան ունի, ու էլ ինքը չի ուզում դա, այդ արդեն շնորհակալական էներգիա է։ Օրինակ այս մարկերը, հələ պատկերացրեք այս մարկերը։ Մարդ, որ այս մարկերը ուզում է ունենա, օրինակ, հասարակ օրինակ, ես ուզում եմ մարկեր ունենամ։ Ես ուզում եմ մարկեր ունենամ, արդեն ենթագիտակցորեն ես արտահայտում եմ իմ դաշտով, որ ես այդ մարկերը չունեմ։ Եթե ես ուզում եմ այս մարկերը, այդ նշանակում է, որ ես այդ մարկերը չունեմ։ Այսինքն ես դնում եմ ողի մեջ ծիլ, բան սերմ, որը որ ծիլ է տալու, ծիլ եմ դնում, սերմ եմ դնում, որը որ ծիլ է տալու, որ ես այդ մարկերը չունեմ։ Հասկանում եք, չէ՞, որովհետև ես տեղ դրել եմ չունեմ, ուզում եմ։ Եթե ուզում եմ, ուրեմն չունեմ։ Երեխեք, եթե ես ուզում եմ երջանկություն, ուրեմն չունեմ։ Ես սերմ եմ դնում, որ ես երջանիկ չեմ։ Ու ինչ որ ժամանակի տիրույթի մեջ հանգամանքներ են ստեղծվում, օրինակ, էլի, երթադրենք ընտանիքի մեջ ապրող մարդ, ով իրան դժբախտ է ազգում։ Ամեն օր ինքը սերմ է դնում, որ ինքը դժբախտ է, որ ամուսինը իրան չի սիրում կամ կինը իրան չի սիրում, ով շմ էլի, կիսուրա կեսարա,
ամերազոն կա, 1000-ումի բաներ կա, չէ, որ ֆակտորներ կա, մարդը իրան դժբախտ երջանիկ զգալու։ Ամեն անգամ սերմը դնելուց, որ ինչ-որ ֆակտոր ինձ խանգարում է ու ես դժբախտ եմ, ամեն անգամ այդ ֆակտորից հետո ծիլը ծնում է դժբախտ հետևանքներ, այսինքն էլի նորից ստեղծվում է հանգամանք, որտեղ որ մարդը համոզվում է, տեսակ, որ ասում եմ ես դժբախտ եմ, այդ նույնը վերաբերվում է նաև երջանկությանը։ Եթե մարդը ներսում երջանիկ է, անկախ ամեն ինչից, իր մարդը կամ կինը, օրինակ աղջիկներին է այսի շատը վերաբերվում, կանանց երեխեք ջան, ամուսինը լավ չի աշխատում, կամ ամուսինը խմող է, կամ ոչ շն խնդիրներ կա, այս կա, այն կա։ Եթե մարդը անկախ այդ ամեն ինչից հիմա իր հետ երջանիկ է, գոնե որ ինքը գոնե ամուսին ունի, թեկուզ խմող է իր ամուսին։ Անցնելու է մի հատ կարճ ժամանակ երեխեք, ու այդ ամուսինը սկսելու է չխմել, որպեսզի այդ մարդը ռեալիզացվի որպես իսկական երջանիկ մարդ։ Այսինքն երկու ֆակտոր գոյություն ունի ձեր մտածածը, ձեր ցանկությունը, ձեր էմոցիաները նյութականացվելու։ Ամենաառաջին ինքը որպես սել դրվում է հողի մեջ։ Հողը ձեր մտքերն են երեխեք ջան։ Մատերիան ստեղծվում է ստեղից։ Հողից հետո ծիլը արդեն ձեր հանգամանքներն են։ Այդ երկուսը իրար հետ կոչվում է մի հատ ցիկլ։ Մի հատ ցիկլ, որ ես այսօր ուզեցի, վաղը ստացա։ Հիմա ցանկացա մի ժամ հետո ստացա։ Հիմա մանավանդ արդեն երկիր մոլորակի վիբրացիաները, քանի որ բարձր են, մարդկանց իրականություն ստեղծող հանգամանքները շատ ավելի արագացել են։ Օրինակ մարդիկ, ովքեր որ գնում են գործի, որը որ չեն ուզում, հա, ու անընդհատ մտածում են, ես չեմ ուզում այդ աշխատանքը, ես չեմ ուզում այդ աշխատանքը, իրանք սերմ են դնում մի հողի մեջ, այնպիսի սերմ, որը որ նշանակում է ես չեմ, օրինակ ուզում գնալ գործի, գնալ աշխատանքի։ Ուրեմն եթե մարդը շեշտում է, որ ինքը չի ուզում գնալ աշխատանքի, բայց չի շեշտում ինչ պատճառներով չի ուզում գնալ աշխատանքի, ինքը սերմ է դնում հողի մեջ, որ ինքը չպետք է աշխատի։ Ու այդ սերմը բարձրանում է ծիլ արդեն, այդ մարդը ընկնում է, ոսկի, տեսեք ինչ է պատահում, ընկնում է ու ոտքը կոտրում է։ Ընկնում է ու ոտքը կոտրում է։ Այսինքն էներգիան, քանի որ մենք իրան չենք ուղղորդել, թե ինչ ձևի տեղի ունենա օրինակ այդ աշխատանքին չգնալը, ինքը արդեն իրան է որոշում, դա ոնց տեղի կունենա, ենթագիտակցությունը։ Այդ մարդը, որովհետև ամենակարճ ճանապարհը այդ գործին չգնալու, որ ոչ թե գործից ազատվելու հեռանալու, այլ պրոստը հարգելի պատճառով այդ գործին չգնալու։ Ենթագիտակցության մեջ կա ծրագիր, կարելի է այս մարդու ոտը ջարդել, որպեսզի մարդը գործին չգնա։ Երեխեք էս այնքան ծիծաղալու է, բայց իրականում այնքան մարդկանց հետ է տես տեղի ունենում։ Այնքան մարդկանց հետ է տես տեղի ունենում։ Սրան նաև սրան վերաբերվում է չբերությունը մարդկանց, սրան վերաբերվում է հիվանդությունները մարդկանց։ Այն մարդիկ, ովքեր որ սիրում են զոհի կարգավիճակի մեջ մնալ, որ իրանց անընդհատ խղճան եւ այլն, ես սիրում եմ, որ ինձ խղճան, որ ինձ կարեկցեն, դա իմ բեգետի վերջնական արդյունքն է։ Ինձ խղճան, ինձ կարեկցեն։ Ենթագիտակցությունը կստեղծի տարատեսակ հանգամանքներ, որոնց արդյունքում, որոնց հետևանք որպես այդպեսին, որոնց արդյունքում մարդուն կսկսեն խղճալ, վայ-վայ, վույ-վույ եւ այլ եւ այլ եւ այլ։ Չկա տենց մի հատ ասպեկտ, որը որ դրան չի վերաբերվում հարազատներս, որովհետև էներգիան միշտ մեր մեջով հոսում է եւ վերևից ներքև եւ ներքևից վերև։ Իսկ այդ էներգիան հոսալու ընթացքում ինքը ստեղծելով այդ հանգամանքները իր համար հեչ հետաքրքիր չի, դա քո համար լավ է թե վատ։ Կարևորը որ մարդը չմահանա, բայց ոտը ջարդել կարելի է, այո, քանի որ այս մարդը գործի չի ուզում գնա կամ թեկուզ հարսանիք չի ուզում գնա, էլի հասկանում եք երեխեք, այնքան տարբեր օրինակներ կան, այդ գործն եմ ասում, որտեղ վերջերս էլի տես նորից դեպքի ականատես եղանք, դե շատ չեմ մանանալու, բայց այսպեսին իրականությունը հարազատներս։ Այդ նաև կարա լինի օրինակ ինչ-որ միտեղ ցանկություն չունենալ գնալու հետևանք, խոսքի ինչ-որ մի հատ խնդիր ստեղծվի, որ դու այդ խնդրի պատճառով չգնաս այդ ինչ-որ միտեղ։ Օրինակ կանչել են հարսանիք, բայց այնտեղ ինչ-որ մի հատ մթնոլորտ տալնելու, որ ձեր դուրը չի գալու, դուք չեք ուզում գնալ հարսանիք։ Ամենակարճ ճանապարհը այդ հարսանիքը չգնալու ենթագիտակցության համար կոնկրետ տվյալ ազնվորությանը հիվանդացնելն է։ Հիմա եթե էմոցիան մեծ է, այդ հիվանդությունը կարող է խոսքի օրինակ ուղեկցվի ինչ-որ մի տեղի կոտրվածքով։ Եթե էմոցիան փոքր է, կարող է ուղեկցվի ջերմության բարձրանալով։ Հասկանում եք, չէ՞ երեխեք։ Պալյուբոմ ուղեղը աշխատում է զուտ նրա համար, որ ձեզ ինչ-որ բանից պաշտպանի։ Այսինքն, եթե դուք այդ հարսանիքը չեք ուզում գնալ, դուք ձեզ այնտեղ անպաշտպան եք զգալու։ Ինքը ձեզ կարող է հիվանդացնի, որպեսզի դուք ձեզ պաշտպանված զգաք։ Ու ինքը ձեզ հիվանդացնելով դրանով ձեզ պաշտպանում է։ Ոտքը կոտրելով ինքը դրանով այդ մարդուն պաշտպանում է։ Ուրեմն այսպիսի հետաքրքիր եւ միաժամանակ բարդ եւ միաժամանակ հեշտ կառուցվածք ունի մեր ենթագիտակցությունը երեխեք ջան։ Այս ամենին հասնելու համար ինձ պահանջվեց մոտավորապես 4 տարի, որ ես այս ամեն ինչը քաջ գիտակցեմ, ու որ ես այս ամեն ինչի մեջ քաջ գիտակցելով հանդերձ նաեւ կարենամ հասկանամ, թե ոնց կարելի է եւ այդ ամեն ինչը կիրառել եւ այդ ամեն ինչը տալ մարդուն։
եւ կիրառել եւ տալ մարդուն։ Հիմա որպեսզի մենք կարողանանք այս էմոցիաները մեր մեջ հայտնաբերենք, որոնք են օրինակ դրական սազիդատելնի, որոնք են բացասական սազիդատելնի, իրանք պալյուբոմ ու սազիդատելնի են, իրանք պալյուբոմ ու ստեղծարար են, սազիդատելնի այսինքն ստեղծարար, իրանք պալյուբոմ ու ստեղծարար են, դրանցից ոչ մեկ անպատուղ չի մնում, երեխեք, դրանք որպես պատուղ դրանք բոլորը ծիլ են տալի, բայց կախված է նրանից, թե մենք ինչպիսի վերաբերմունք ենք ցուցաբերում, օրինակ այս կամ այն հանգամանքին տվյալ իրավիճակի մեջ, բայց հանգամանքները որպես այդպիսին հանգամանքներ չեն, հարազատներս, դրանք արդեն հետևանքներ են։ Օրինակ, երբ որ մարդն գնում է ոտքը կոտրվում է, ինքը մտածում է, վայ, ես ինչ վատ բան եղավ, օրինակ, չէ, որպես հանգամանք է նայում։ Այս ինչ վատ բան եղավ, այս բաները կար որ պետք է անենք, բայց այս հանգամանքը ինձ խանգարեց, դա հանգամանք չի, դա հետևանք է։ Հարազատներս։ Մարդիկ, ովքեր որ երջանիկ են դառնում, դա եւս հետևանք է, դա հանգամանք չի։ Հանգամանք, օրինակ, կին ով ուզում է երջանիկ լինի իր ամուսնու հետ, ամուսնանա, ոչ sense երեխեք ունենա եւ այլ, ու ինքը իր կյանքը երջանիկ է պատկերացնում, դա վերջում արտահայտվում է հանգամանորեն, ոչ թե հետևանք որպես։ Ամուսինը, որը որ հայտնվում է այդ կնոջ կյանքում ու իրանք դառնում են երջանիկ, դա հանգամանք չի։ Ամուսինը որպես հանգամանք չի իրան երջանկացնում, ամուսինը որպես իր ներսի էմոցիաների հետևանք է իրան երջանկացնում։ Ու եթե մարդը ներսից ինչ-որ մի բանի պակաս ունի, դրսից անպայման այդ ինչ-որ պակասը պետք է արտահայտվի։ Ինչ-որ հանգամանք է ստեղծվում, որը որ այդքան էլ հանգամանք չի, որը որ հենց հետևանքն է։ Որովհետեւ մարդիկ դրան որպես հանգամանք են դիտում։ Հիմա որպես այս ամեն ինչը երեխեք ջան շատ ավելի հասկանալի լինի, այս ամեն ինչը ունի իր որպես վիճակ, հա, էներգա արտահայտիչ բանը։ Ну, sense ասեմ, որպեսզի այս ամեն ինչը հասկանալի լինի, որպեսզի այս ամեն ինչը կարողանանք կիրառենք, մենք պետք է ունենանք սրան համապատասխան վիճակ։ Պրոստը ես այդ վիճակ բառը որ թարգմանում եմ սաստայանյան թարգմանում եմ հայերենով, մոտս խճճվում արդեն երեխեք։ Այնքան սիրուն է ստացվում ու այնքան տիպիկ է այդ սաստայանյա բառը իմ մոտ ասոցացվում էլի այս գծածից է։ Սա այս ամեն ինչը կոչվում է սաստայանյա։ Ուզում եմ մեքենա, ենթադրենք ուզում եմ մեքենա, ուզում եմ փող, դա բոլորը սաստայանյա է։ Սրանք բոլորը վիճակ։ Իսկ դրսից հանգամանքները, հա, որոնք որ ստեղծվում են, որոնք որ դուք գնահատում եք հանգամանք, դրանք ոչ մեկ հանգամանք չեն, դրանք բոլորը ձեր վիճակի, ձեր սաստայանյայի հետևանքներն են, որոնք որ ստեղծվում են ձեր մեջ մտող եւ դուրս եկող էներգիաների շնորհիվ, երեխեք ջան, էներգիաների շնորհիվ։ Այս սխեման, ուրեմն, X-ում եք ձեր մոտ, ուզեք նկարեք, եթերը նորից նայեք, կուզեք ձեր ձևով նկարեք, ոնց հասկացաք, այտենց նկարեք, ու էսի ձեր համար դարձեք ձեր ականջին օր ու ձեր լեզվին լոզունգ երեխեք ջան, որ ամեն ինչ ձեր սաստայանյայի հետևանքն է։ Ամեն ինչ այս կյանքում ինչ որ տեղի ունենում դրսում, դա ձեր ներսի սաստայանյայի հետևանքն է։ Что вверху, то и внизу։ Ինչ վերևում է, այն էլ ներքևում է։ Վերևը դա գլուխն է։ Ինչ գլուխը մտածում է, ինչ էներգիա տալիս է էմոցիային, ներքևին, այդ էլ արտահայտվում է դեպի դուրս։ Что внутри, то и снаружи։ Ինչ ներսում է, այն էլ դրսում է։ Դրանք բոլորը վերաբերվում են սաստայանյա բառի։ Վիճակ, հոգեվիճակ, կարգավիճակ։ Ուրեմն տեսեք, հարազատներս, մարդը ամեն վարքյան իր մեջ ունի ներքին դիալոգ։ Ինքը իր հետ խռովություններ, հաջողություններ, անհաջողություններ, դժբախտություններ, բախտավորություններ, այն դիալոգը, որ ինքը իր հետ անընդհատ կրկնվում է, դա կոչվում է սաստայանյա։ Աֆիրմացիաները ինչի չեն աշխատում շատերի մոտ։ Կամ են դասկա ժելանյակա, չէ, բանը ցանկությունների գրատախտակ, ինչի չեն աշխատում։ Որովհետև երբ որ մարդը աֆիրմացիա է անում, օրինակ ես երջանիկ եմ կամ ես միլիոնատեր եմ, ու ինքը խնդիր ունի այդ բանին, ֆինանսական, ընտանեկան, իրան դժբախտ ազգում, երկիր մոլորակը կամ տիեզերքը, կամ Աստված, կամ Ալլահը, կամ Բուդդան, կամ Կրիշնան, երեխեք, կապ չունի էլի, դրանց անունները այնքան տարբեր է, բայց ինքը ունի մի հատ սուց։ Ինքը չի լսում ձեր մտքերը, ինքը լսում է ձեր էմոցիան։ Օրինակ, պատկերացրեք խոսքի հիմա բանը, ասում են աղոթները, որ եբրայերեն անեք, ավելի շուտ է իրականում։ Կամ աղոթքները, որ Հիսուսը արամերեն է խոսել, որ արամերեն սովորեք խոսել, ձեր ցանկությունները կամ նպատակները ավելի շուտ կիրականանան։ Դրանք բոլորը անհեթեթ բառաչանքներ են, երեխեք ջան, մի հավատացեք։ Ուրեմն հայելու համար կարևոր չի դուք հայ եք, վրացի, թուրք, ադրբեջանցի, թե նեգր։ Եթե դուք կանգնած եք հայելու դիմաց, ինքը ձեզ է արտացոլում։ Իսկ այդ հայելին արտացոլում է ձեզ։ Իսկ այս հայելին արտացոլում է ձեր ենթագիտակցության ծրագրերը։ Այն ինչ որ ներսում է, այդ էլ դրսում է։ Մտքերում առաջացավ օրինակ աֆիրմացիա, վայ, ես երջանիկ եմ, եթե ներսը համաձայն չի դրա հետ, ինքը հաստատ չի այդ, քան էլ այտենց չի։ Հայելին լսում է այդ ներսին։
Եթե ներսը իրոք երջանիկ է, եթե ներսը իրոք բավարարված է անկախ նրանից ինքը ինչքան փող ունի կամ ինչ ամուսին կամ կին ունի կամ ինչ տներ կամ ունի կամ չունի, ու ինքը բավարարված է, այդ տիեզերքը լսում այդ բավարարված լինելու էմոցիային սաստայանիա։ Մարդիկ, ովքեր որ ցանկությունների գրատախտակ են կախում պատերին, ամեն անգամ նայում են այդ գրատախտակին, ինչ են տեսնում։ Տեսնում են այնտեղ պատկեր, որը որ հələ իրանք չունեն։ Հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում, ժողովուրդ։ Իրանք տեսնում են պատկեր, որը որ հələ չունեն։ Ու փոխարենը իրանք այդ պատկերին նայելուց ուրախանալու, որ օրինակ էլի ենթադրաբար, եթե իրանք ենթադրեն, որ իրանք դա արդեն ունեն, իրանք նայում են այդ պատկերին ու իրանք մոտ նորից բացանում է էմոցիա, որ մարդկա դաժե իր մոտ ափսոսանք է առաջանում, ժողովուրդ, որ նայում է օրինակ այդ նկարին, ոսկի չգիտեմ, Ferrari-ի նկար է խփել պատին ու անդադ նայում է ու ինքը նենց բանով է նայում այդ բանին, ափսոսանքով, որ ինքը չունի։ Այսինքն ենթագիտակցորեն ինքը տիեզերքին հայտնում է, որ ինքը դա չունի։ Իսկ տիեզերքը իր համար ինչ է, տիեզերքը ունի մի հատ երեխեք խոսք, այո։ Այո։ Ոնց որ ջինը ասում է, լսում եւ հնազանդվում եմ։ Իսկ ինքը այդ խոսքը ասում է միայն ու միայն ձեր ենթագիտակցությանը։ Իր համար կարևոր չի, թե մարդը ինչ լեզվով է խոսում։ Իր համար կարևոր է, թե մարդը այդ խոսակցության մեջ ինչ է զգում։ Դրա համար ես բոլորին ասում եմ, այն մարդկանց, ովքեր որ օրինակ իմ մոտ անցնում են կուրսեր, այն մարդկանց թեկուզ ովքեր որ ուղղակի խորտի տարիք ունեն, մարդիկ ովքեր որ հիվանդության խնդրով են ինձ դիմում եւ այլն, ես այդ մարդկանց մի հատ խորհուրդ եմ տալի. մի խոսեք ձեր հիվանդության մասին ոչ մի տեղ։ Մարդիկ ովքեր որ օրինակ խոսում են իրանց երջանկության մասին, երեխեք ջան, իրանց երջանկությունը գնալով կրկնապատկվում է։ Մարդիկ ովքեր որ նախանձում են այդ երջանիկ խոսածողին, իրանց դժբախտությունը գնալով կրկնապատկվում է, որովհետեւ երկու դեպքում էլ մարդը արտահայտում է էմոցիա։ Իսկ տիեզերքը արձագանքում է մարդու էմոցիային։ Ինքը չի լսում մտքերին, ինքը լսում է մտքերից առաջացած մարմնի մեջ էմոցիաներին։ Ձեր ենթադրությունները, ձեր պատկերացումները, ձեր իմացությունները, դրանք բոլորը ստեղծում են մարմնի մեջ էմոցիա։ Ինչ վերևում է, այն էլ ներքևում է։ Ներքևը դա մարմինն է, վերևը դա գիտակցությունն է, այսինքն գլուխը։ Իսկ ձեր սիրտը, որը вообще насոսը չի, որը արտահայտում է ձեր մարմնի շուրջ մեծ հզոր հսկա էլեկտրոմագնիսական պոլյա, դաշտ։ Ձգողականության օրենք հենց դրան է վերաբերվում։ Սիրտը ստեղծելով այդ էլեկտրոմագնիսական դաշտը, քվանտային դաշտի մեջ արդեն ոնց է ջրի մեջ քար ենք, չէ՞, մենք գցում ու տենում ենք, որ սրանց օղակներ է առաջանում։ Այդ նույն օղակները երեխեք ջան, առաջանում է մարդու մարմնից դուրս անտեսանելի։ Այն որ մագնիսը կարող է օրինակ երկաթ ձգի կամ քար, չէ՞, մագնիսացող է քարներ։ Մենք այդ ուժը չենք տենում, ոնց է ինքը ձգում, բայց ինքը հո ձգում է։ Մենք տեսնում ենք այդ արդեն ձգած վերջնական արդյունքը։ Հիմա այդ նույնը տեղի ունենում ստեղ էմոցիաները, որոնք որ առաջանում են մարմնի մեջ, մենք այդ էմոցիաների արտահայտած ուժը, էներգիան չենք տեսնում, դրական, բացասական։ Մենք արդեն տեսնում ենք ըստ այդ էներգիաների, ըստ այդ էմոցիաների առաջացած հետևանքը, այսինքն մեզ ձգած արդեն հանգամանքներ, որոնք որ հետևանքներ են, հանգամանքներ, որոնց արդյունքում որ առաջանում են հետևանքներ։ Մեկ էլ տեսեք, սենց է, մարդը ասում է, մտածում է անընդհատ, ես էս ինչ բանը անեմ, բա որ հանգարց չստացվի, բա որ հանգարց չստացվի։ То есть այդ մարդը միշտ ստեղծում է իր մոտ էմոցիա, որ չի ստացվելու։ То есть ինքը համոզված է, բա որ այն որ ասում է ինքը բա որ չստացվի, կասկած, այդ կասկածի 99%-ը ճիշտ է։ Երեխեք, որովհետև ինքը ինչ որ մի բանում համոզված է, ինքը ինչ որ մեկի մոտ տեսել է, որ չի ստացվել, կամ ինքը ինչ որ մի հատ չստացված փորձ ունի, որ չի ստացվել, դրա համար ինքը վախում է, կասկածում է, համոզված է, որ չի ստացվելու, դրա համար էլ այդ կասկածը կա։ Կասկածը 95%-անոց համոզմունք է, դաժե 99, կասկածը դա 95-ից 99%-անոց համոզմունք է, բայց այն ժամանակ, որ արդեն այդ մարդը ինչ որ մի բան անում է ու լինում է անեն, որ չի ստացվում, ասում է, հոպ, ես այդպես գիտեի։ Աբա դու տենց էլ գիտեիր, այսինքն ստացվավ ինչ որ դու գիտեիր, 99% վստահ էիր, կասկածում էիր, կասկածը 95-ից 99% վստահություն է, երեխեք ջան։ Սեպտեմբերի 8-ից մեկնարկում եմ եւս մեկ տրանսֆորմացիոն ծրագիր Երամսյա, նվիրված գիտակցության եւ կյանքի բոլոր ոլորտների տրանսֆորմացմանը։ Ծրագիրը վճարովի է, ծրագիրը անցկացնելու ենք դասընթացների տեսքով շաբաթական 2 օր։ Ուրեմն օրերն են երեքշաբթի եւ ուրբաթ օրերը երեկոյան ժամը 21:00-ից։ Եթե պատրաստ ես կյանքի տղեկը եւ պատասխանատվությունը քո ձեռքը վերցնել, խնդրեմ անցիր հողումով։